Պատկերացրու իրավիճակ, երբ ռինգում կանգնած են երկու մարզիկ։ Մեկը տիրապետում է ձեռքի արագությանն ու ուժեղ հարվածներին, մյուսը ոտքի հարվածներին եւ անորսալի դիստանցիային։ Ով կհաղթի այս մենամարտում՝ բռնցքամարտիկը թե կարատեիստը։ Սա պարզապես հավերժական վեճ չէ համացանցում, այլ երկու տարբեր մարտական փիլիսոփայությունների բախում։ Այսօր մենք միասին սա կտանենք լաբորատորիա, կքանդենք ըստ արվեստների, իրենց տեխնիկաների, փողոցային իրավիճակների եւ MMA-ի օրինակների, որպեսզի ավելի պարզ հասկանանք, թե որն է ավելի արդյունավետ։ Ուրեմն, եթե պատրաստ ես, գնացինք։ Ողջույն բոլորին, բարի գալուստ, Սենսե Վլադիալիկ։ Այստեղ մենք խոսում ենք մարտարվեստների, ինքնազարգացման, սպորտի եւ այն ամենի մասին, ինչը մեզ դարձնում է ավելի ուժեղ եւ տեղեկացված։ Եթե սիրում ես որակյալ եւ բովանդակալից վերլուծություններ, ապա ճիշտ տեղում ես։ Չմոռանաս սեղմել բաժանորդագրվելու կոճակը, իսկ մենք անցնենք ամենահետաքրքիրին։ Եկեք սկսենք ամենաակնհայտից՝ տեխնիկական զինանոցից։ Բռնցքամարտը ծայրահեղ մասնագիտացված արվեստ է։ Բռնցքամարտիկն ունի ընդամենը 4 հիմնական հարված՝ jab, cross, hook եւ uppercut։ Բայց մի թերագնահատեք սա, բռնցքամարտիկը տարիներով կատարելագործում է այս 4 հարվածները։ Նրանք հիմնականում աշխատում են մոտ եւ միջին տարածություններում, որտեղ հարվածների արագությունն ու խտությունը բարձր մակարդակի են։ Բռնցքամարտում մարտը անդադար ռիթմ է, որտեղ կամ հարվածում ես, կամ կատարում պաշտպանություն։ Իսկ ինչ ունի կարատեն։ Կարատեն լրիվ մարմնի համակարգ է։ Այստեղ կան ոչ միայն ձեռքեր, այլ նաև արմունկներ, ծնկներ եւ ամենակարևորը ոտքի հարվածային հսկայական արսենալ։ Կարատեի փիլիսոփայությունը հիմնված է Իկեն Հիսացու սկզբունքի վրա՝ մեկ հարված, մեկ նոկաուտ։ Կարատեիստը չի մտնում երկար հարվածաշարերի մեջ, այլ սպասում է դիստանցիայում, գտնում բացը եւ կարծակնային մտնում ու ավարտում մարտը։ Հիմա եկեք խոսենք պաշտպանության մասին։ Այստեղ է թաքնված ամենամեծ տարբերությունը։ Բռնցքամարտիկի գլխավոր զենքը գլխի շարժումներն են՝ սուզումներ, խուսափումներ, ուսերով պաշտպանություն։ Նա սովոր է, որ իր գլխին հարվածներ են հասնում եւ նա չի խուսափում դրանցից։ Բռնցքամարտիկը կարող է մոտ տարածության մեջ շրջանցել հարվածը ու նույն վայրկյանին պատասխանել դիմացինի ծնոտին։ Կարատեում պաշտպանությունը կառուցված է դիստանցիայի վրա։ Կարատեիստի կեցվածքը լայն է, ծանրության կենտրոնը ցածր։ Նա չի փորձում սուզվել հարվածի տակ, այլ պարզապես դուրս է գալիս հարվածային գոտուց։ Բայց արի ուտես, որ այստեղ կա մի բայց։ Թեթև կոնտակտային կարատեի մարզումներում հաճախ ձեռքի պաշտպանությունները լինում է ցածր։ Եթե բռնցքամարտիկին հաջողվի կտրել դիստանցիան եւ մոտենալ մոտ տարածության մեջ, ապա այս դեպքում կարատեիստի վիճակը կտրուկ բարդանում է։ Լավ, իսկ ինչ է լինում, երբ այս երկու ոճերը հանդիպում են իրական մարտերում, UFC-ում կամ Իսկ ինչ է լինում, երբ այս երկու ոճերը հանդիպում են իրական մարտերում, UFC-ում կամ իրական փողոցային ինքնապաշտպանության ժամանակ։ Նայեք UFC լեգենդներին։ Լյոտո Մաչիդան կամ Ստեֆան Թոմսոնը ապացուցեցին, որ կարատեի դիստանցիան եւ ոտքերի հարվածները կործանարար են։ Մաչիդան իր ֆրոնտ քիքով նույն ինքը մայագերի նոկաուտի էր ենթարկում լեգենդների, որովհետեւ նրանք պարզապես չէին սպասում այդ հեռավորությունից հարվածի։ Մյուս կողմից ունենք Պյոտրյանի նման մարտիկների, ովքեր մաքուր բոքսի շնորհիվ ճնշում են մրցակցին, սեղմում ցանցին ու քանդում ցանկացած պաշտպանություն ձեռքերի հորդառատ հարվածներով։ Հիմա դիտարկենք փողոցային իրավիճակներում։ Բոքսն ունի առավելություն փակ տարածություններում, միջանցքում, վերելակում, նույնիսկ ակումբում 1-2 հարված եւ հարցը լուծված է։ Իսկ կարատեն գերազանցում է բաց տարածություններում։ Մեկ ոտքով լոու քիք հարված ազդրին կամ ծնկին ձեր դիմացի կանգնածը չի կարող նույնիսկ քայլ կատարել։ Այսպիսով, որն է վերջնական եզրակացությունը։ Եթե քեզ պետք է արագ արդյունք, ձեռքերի հզոր հարվածներ, պաշտպանություն եւ դիմացկունություն, բոքսն անգերազանցելի է։ Եթե ուզում ես ունենալ լայն արսենալ, ոտքերի տիրապետում, դիստանցիայի կառավարում եւ ճկունություն, ապա կարատեն քո ընտրությունն է։ Իսկ ժամանակակից MMA-ում լավագույն լուծումը երկուսի համադրությունն է։ Գրիր մեկնաբանություններում, թե որ ոճն ես ընտրում դու եւ ինչու։ Ինձ շատ հետաքրքիր է կարդալ ձեր կարծիքները։ Շնորհակալություն դիտման համար, սեղմեք լայք, եթե դուր եկավ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութում։